Ողջույն սիրելի հանրություն, այսօր իրավունք եւ բանջարության հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ մեր հյուրը հերթական անգամ շատ սպասված պարոն Վահե Գասպարյանն է։ Ողջույն պարոն Գասպարյան։ Բարև ձեզ։ Պարոն Գասպարյանը Բևերի ֆորտի անդամ է, սրտային վիրաբույժ է, հրաշալի հայ անձնավորություն է, հայրենասեր նվիրյալ եւ ասեմ, որ պարոն Գասպարյանի հերթական անգամ հրավիրքին նաև արձագանքել ենք ձեր ցանկություններին, որովհետև գրառումներ էի կատարել, որ պարոն Գասպարյանին եւս մեկ անգամ հրավիրել էի։ Ասեմ սիրելի հանրություն, որ պարոն Գասպարյանն այսօր իր անձնական YouTube-յան էջով ինքը YouTube-յան ալիք ունի, այսօր իր եթերի օրն էր, բայց ինքը զոհաբերեց իր եթերը հանուն մեր եթերի։ Շնորհակալություն պարոն Գասպարյան, ասեմ, որ Հայաստանի առաջատար հեռուստատեսությունները ՀՄԷԿ-ի գլխավորությամբ լուրջ բյուջեներ ունենալով դրամական հերյուրանք եւ սուտ են տարածում, իսկ ազգային ժողովրդական Բևերի ալիքը նաև Ամերիկայի YouTube-յան ալիքը, ինչպես նաև պարոն Գասպարյանի YouTube-յան ալիքը ոչ ձեր փողերով անվճար ձեզ տրամադրում է հավաստի տեղեկություններ եւ ես հիմա ուզում եմ պարոն Գասպարյանից մինչև մեր բուն թեմային անցնելը ուղղակի հարցնել ինչպիսին է իր YouTube-յան ալիքի վիճակը, նոր բացված է մի քանի ամսվա, չէ՞, ինչքան որքան գիտեմ պարոն Գասպարյան։ Ես հուլիսի 14-ին, եթե չեմ սխալվում, առաջի անգամ եթեր դուրս եկա, բացվեց ալիքը, արդեն ինչքան 5 ամսվա պատմություն ունի ընդամենը, 4000-ից ավել բաժանորդագրված անդամ ունեմ, վերջի 7 դիտումները 19000, 23000, 25000 դիտում եմ ունեցել, ես կարծում եմ, որ դա վկայում է նրա մասին, որ մարդիկ իրոք կարիք ունեն անաչառ եւ ճշգրիտ տեղեկության ռուս-ուկրաինական պատերազմի եւ Ռուսաստան արևմուտք դիմակայության մասին, որովհետև գնալով, եթե սկզբում, երբ որ այդ պատերազմը նոր էր սկսվել, շատերը թերահավատ էին եւ այլն, եւ վստահ էին, որ Ռուսաստանը կհաղթի, հիմա կարծեմ ժողովրդի այդ թերահավատությունը անցնում է եւ մարդիկ իրոք սկսում են հասկանալ, որ այն փլուզումային զարգացումները, Չարիքի կայսրության փլուզումը, Պուտինյան ռեժիմի տապալումը, որի մասին ես երկար ժամանակ է որ խոսում են, իրոք կարող է մի գեղեցիկ օր իրականություն դառնալ եւ բնականաբար հասկացող գիտակից հատվածը մեր ժողովրդի նրանք հասկանում են, որ դրանից է կախված նաև Հայաստանի ապագան, Հայաստանի ազատագրումը, Նիկոլ Փաշինյանից ձերբազատվելը եւ այլն։ Եվ հետաքրքրությունը դրա վերաբերյալ աճում է, իսկ ցավոք սրտի Հայաստանի մեդիադաշտում շատ քիչ, եթե ընդհանրապես կան, շատ քիչ ալիքներ կան, որոնք որ դրա մասին խոսում են եւ անաչառ են դա ներկայացնում։ Ես իմ համեստ ուժերով փորձում եմ այդ բացը լրացնել, ուստի հիմա կոչ եմ անում մեր ժողովրդին բաժանորդագրվել իմ ալիքին, ես պարբերաբար իմ եթերներով փորձում եմ տեղեկացնել մեր ժողովրդին վերջին իրադարձություններին եւ սպասվող իրադարձություններին։ Ես բլոգեր չեմ եւ բլոգերի տրամաբանությամբ չեմ աշխատում, որ ասելիք կա, չկա, ամեն օր դուրս գամ եթեր ու ամբաղ-զամբաղ խոսամ։ Ես փորձում եմ իմ եթերները անել այն հաճախականությամբ, որը պահանջում է իրադարձությունների խտությունը եւ երբ որ ասելիք կա, ես եթեր եմ դուրս գալիս, եթե ոչ, սովորաբար շաբաթը 1, առավելագույնը 2 անգամ է դա լինում եւ նորից եմ կրկնում, նպատակը մեկն է մեր հանրությանը տեղյակ պահել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունենում եւ սպասվում է, իսկ մեզ սպասվում են առանց որևէ չափազանցության բախտորոշ, վճռորոշ պատմական իրադարձություններ մոտակա շաբաթներին եւ ամիսներին, որոնցից ուղիղ կապված է նաեւ մեր ապագան։ Շնորհակալություն պարոն Գասպարյան, ես էլ եմ կոչ անում բաժանորդագրվել պարոն Գասպարյանի ալիքին, իսկապես
պահանջված է, եթե 4000 բաժանորդով 20000 դիտում եք ապահովում, նշանակում է ձեզ վստահում են։ Ես նաև կոչ եմ անում հայ հանրությանն բաժանորդագրվել Բևերի YouTube-յան եւ Facebook-յան ալիքին, նաև Բևեր Ամերիկա ալիքին։ Մենք համառ ուժերով փորձում ենք լրացնել բացը, որը մեր տեղեկատվական դաշտում կա։ Պարոն Գասպարյան, մեզ հաղորդաշարի հետ կապված հարցեր են ուղղել մարդիկ, այդ հարցերին էլ պետք է անդրադառնանք հաղորդման վերջում, միգուցե զրույցի ընթացքում այդ հարցերի պատասխանները հնչեն, ես էլ այդ հարցերը չբարձրացնեմ, բայց եթե չբարձրացնեն, չխոսենք այդ մասին, պետք է այդ հարցերը հանդերձենք, չգիտեմ շարադրանքներ կան նորից մեզ պեպսի հարցեր են տալի, որ ժամերով պետք է կարդանք այդ հարցերը եւ վերնագրում են ցավոտ հարցեր, չգիտեմ ինչու։ Նիկոլ Փաշինյանին ցավոտ հարցեր չեն տալի, մեզ են տալի։ Հիմա պարոն Գասպարյան, ես գիտեմ, որ դուք ուշի-ուշով իսկապես այդ Ռուսաստանի զարկերակը ձեր ձեռքի տակ անտաշոշափում եք եւ տեղեկություն ունեք։ Փոքր, եթե կան նոր տեղեկություններ, իրադարձություններ, խոսենք այդ մասին, կընտրենք ձեզ, հետո անցնենք մեր հարցերին։ Այո, իրոք կան կարևոր լուրեր, հիմա ռուս-ուկրաինական ճակատում եւ Ռուսաստան արևմուտք դիմակայության ճակատում վիճակը թեժ է, թե ռազմաճակատում եւ թե դիվանագիտական ճակատում, այսպես եթե բնորոշենք, դիվանագիտական ճակատի վերաբերյալ, ուրեմն եթե հիշում եք, եղավ Վիտկոֆի եւ Քուշների Դոնալդ Թրամփի փեսայի եւ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի այցը Կրեմլ, որտեղ նրանք 6-րդ անգամ էր սա արդեն Վիտկոֆի հանդիպումը, 6-րդ հանդիպումն էր այս տարի Պուտինի հետ 5 ժամ տևեց այն եւ քննարկեցին խաղաղության պլանը, որը ի սկզբանե 28 կետ էր, հետո Ուկրաինայի առաջարկով կրճատվեց 19 կետ Եվ վերադարձան ԱՄՆ, զեկուցեցին Թրամփին, հետո Ուկրաինայի պատվիրակությունը մեկնեց ԱՄՆ, հանդիպեց նրանց հետ եւ այլն, հետո Զելենսկին շատ ակտիվ հանդիպումներ ունեցավ Եվրոպայի ղեկավարների հետ, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության, եւ արդյունքում Թրամփի պլանը վերախմբավորվեց, այնտեղից հանվեցին ակնհայտ պրոռուսական կետեր, Պուտինի պահանջով մցված կետեր, մասնավորապես ենթադրվում է, որ եթե նույնիսկ Ուկրաինան ստիպված լինի լքել Դոնբասի այդ չգրավված տարածքը, հատվածը, որը որ ուկրաինացիներն են դեռ վերահսկում, ապա այնտեղ պիտի մտնեն ոչ թե ռուսական զորքերը, այլ այդ զոնան պիտի դառնա սերի զոնա են ասում, ապա ռազմականացված գոտի, իսկ Թրամփը առաջարկեց նույնիսկ ազատ տնտեսական գոտի ստեղծել այնտեղ, իսկ տարածքային հարցը եւ անվտանգության երաշխիքների հարցը հիմնական տարաձայնությունների կետերն էին դրանք Նաև ենթադրվում էր, որ 100 միլիարդ ռեպարացիա պիտի վճարվի Ուկրաինային, Ռուսաստանի սառեցված ակտիվների հաշվին 400 միլիարդի կարգի գումար Ուկրաինայի տնտեսության եւ ունեցվածքի վերականգնման համար Մարշալի պլանի նման մի բան Ուկրաինան Եվրամիության անդամ պիտի դառնա 27 թվականի հունվարի 1-ից եւ ԱՄՆ-ն կոշտ եւ հստակ անվտանգության երաշխիքներ պիտի տա Ուկրաինայի, որոնք ամրագրված են կոնգրեսի քվեարկությամբ եւ կոնգրեսում անցկացված օրենքի մակարդակով, որ որևէ նախագահ հետագայում չկարողանա դրանք չեղարկել եւ դրանք նման կլինեն Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ունեցած ԱՄՆ երաշխիքներին, այսինքն Major Non-NATO Ally կարգավիճակից բխող Զապորոժիայի ատոմակայանը անցնում է ԱՄՆ վերահսկողության տակ եւ արտադրվող էլեկտրոէներգիայի 50% ստանալու է Ուկրաինան, 50% Ռուսաստանը եւ մոտարապես այսպիսի պլան գոյացավ, չեմ ուզում հիմա շատ մանրամասն սրա մասին խոսել եւ դեկտեմբերի 13-ին, այսինքն վաղը ԱՄՆ պատվիրակությունը Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների պատվիրակությունների հետ պիտի սա քննարկել Թրամփը իր հերթին պլան է առաջարկել, հիմա էլի չեմ ուզում մանրամասների մեջ խրվեմ, ինչի որովհետև
Ես վստահ եմ, որ այս պլանը չի ընդունի կամ Ուկրաինան, եթե այնտեղ լինեն ակնհայտ պրոռուսական կետեր, կամ չի ընդունի ինքը Պուտինը, որովհետև Պուտինի բուն ցանկությունը ինչ որ Դոնբասը չի, ինչ որ մի կտորը չի, ամբողջ Ուկրաինան է, նա ուզում է կապիտուլյացիայի հասնել եւ վերահսկել ամբողջ Ուկրաինան եւ նույնիսկ դրանից հետո նա կանգ չի առնելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երեկ այդպես էլ ասեց իր ելույթում, որ հաջորդ թիրախը ՆԱՏՕ-ն է լինելու եւ Պուտինը շարժվելու է առաջ Բալթյան երկրներ, Լեհաստան, Ֆինլանդիա շարունակելու է պատերազմը միգուցե Ղազախստանի հետ, չգիտեմ, Մոլդովայի հետ, Պուտինը պատերազմելու է այնքան ժամանակ, քանի դա կենթանի է, ողջ է, ֆիզիկապես ողջ է, որովհետև Պուտինը արդեն ինքը իրեն գցել է ծուղակը եւ այնպիսի վիճակ է ստեղծել, երբ որ նա պարզապես չի կարող դադարեցնել պատերազմը, որովհետեւ ունի 1 միլիոնանոց արդեն զինված բանակ, որը որ պատերազմը դադարեցնելուց հետո ջղայնացած կատաղած զինված այդ մարդիկ կան Մոսկվա եւ կանեն այն ինչ արեցին 1917 թվականին իսկ դրանք մեծամասնությունը քրեական անցյալ ունեցող մարդիկ են երկրորդը ռազմական ռելսերին դրված տնտեսությունը արագ կփլուզվի որտեղ ռազմական պատվերները կդադարեն իսկ 26 թվականի եկող տարվա բյուջեում արդեն նախատեսված է 40% ռազմական ծախսեր եւ երրորդը հենց նրա վերնախավը նրան հարց կտա թե եթե այս ամեն ինչը պիտի ավարտվեր ընդամենը զինադադարով եւ առանց խաղաղության առանց հաղթանակի ապա հանուն ինչի էր այս ամեն ինչը եւ այս զրկանքները որ մենք կրեցինք հետեւաբար Պուտինը պիտի շարունակի նա պարզապես հիմա խաղաղության իմիտացիայով է զբաղված մարդկանց գլուխներն է հարթուկում թե իբր նա խաղաղություն է ցանկանում բանակցություններ է վարում եւ այլն ասեմ որ նա հիմա պահանջում է որ Ուկրաինայում լինեն ընտրություններ Դոնալդ Թրամփը եւս կրկնելով Պուտինի պահանջները ասաց որ պիտի լինեն ընտրություններ բայց բոլորս էլ հասկանում ենք որ նախ ընտրությունները Ուկրաինայի սահմանադրությամբ արգելված են ռազմական իրադրության պայմաններում եւ երկրորդը ընտրությունները պիտի լինեն երբ որ լինի զինադադար երբ որ լինեն հստակ երաշխիքներ որ զինադադարը կպահպանվի եւ Զելենսկին ասաց խնդիր չկա այդ պարագայում 60-ից 90 օր հետո 2-3 ամիս հետո ես պատրաստ եմ գնալ ընտրությունների տարբեր պատճառներով ուզում եմ ասեմ ճնշում են բանեցնում Ուկրաինայի վրա եւ սա ինձ ուրախացնում է ինչի որտեվ ես երբ որ տեսնում եմ Թրամփի այդ մոլերան ջանքերը փրկել Ռուսաստանը ես հասկանում եմ որ ինչքան վատ է իրոք Ռուսաստանում վիճակը եւ ակամա հիշում եմ Ջորջ Բուշ ավագի այսպես հուսահատ եւ այսպես երանդուն ջանքերը փրկել ԽՍՀՄ երբ նա եկել էր Կիև եւ ելույթ էր ունենում Ուկրաինայի Ռադայում խնդրելով ուկրաինացիներին հրաժարվել անկախություն հռչակելուց բայց այնուամենայնիվ Ուկրաինան չգնաց դրան հիմա կարծում եմ նույնը կկրկնվի եւ Չարիքի կայսրությունը անպայման տեղի է ունենալու ռուսական տնտեսության վիճակը ահավոր է մի օրինակ բերեմ շատ հետաքրքիր օրինակ առաջին ռուսական քաղաքը Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքը հայտարարություն է տարածել քաղաքացիներին իրենց հանգանակություններով օգնել քաղաքի բյուջեին պատկերացնում եք քաղաքացիները donation պիտի անեն քաղաքի բյուջեին որտեղ բյուջեում գումար չկա այսա հիմա նրանց վիճակը եւ առաջին անգամ վերջին 15 տարիների ընթացքում այսինքն 2008-9 թվականների այդ ճգնաժամից տնտեսական համաշխարհային ճգնաժամից հետո առաջին անգամ Ռուսաստանում կրճատվել է սննդի արտադրությունը որովհետեւ ռուսները սկսել են էկոնոմիա անել նույնիսկ ուտելիքի վրա եւ պահանջը սննդի սպառումը կրճատվել է ռուսական բյուջեի դեֆիցիտը 6 տրիլիոն ռուբլի է կազմում ստագֆլյացիա է արդեն տնտեսական անկում է ինֆլյացիա գնաճ ուրեմն զանգվածային սնանկություններ տարբեր տեսակի ձեռնարկությունների մետալուրգիա արծխահանություն ավիապրոմ ավտոպրոմ եւ այլն շատ ձեռնարկություններ աշխատանքային շաբաթը կրճատվել
3-4 օրի մարդկանց ուղարկում են չվճարվող աշխատավարձերի կամ ընդհանրապես ազատման դիմում են ստիպում գրել, աշխատավարձների վճարումներ արդեն չի կատարվում շատ մարզերում, շատ ռեգիոններում եւ վարելիքի ճգնաժամ, այսինքն ռուսական տնտեսությունը եւ դա արդեն իրենք ռուս տնտեսագետներն են վկայում, կանգնած է կոլապսի դեֆոլտի առաջ եւ ասում են, որ 26 թվականը հենց այդ դեֆոլտի տարին է լինելու։ Ինչ վերաբերվում է ռազմաճակատին, ապա Ուկրաինան թեժացրել է հարվածները Ռուսաստանի խորը թիկունքին եւ նախագահ Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան առաջին անգամ պատերազմի այս 4 տարիների իդեպ ասեմ, որ հունվարի 11-ին ռուս-ուկրաինական պատերազմը երկարությունը կհավասարվի ռուսների այդ Великой Отечественной վայնային բանի, մեծ հայրենական պատերազմի 1418-րդ օրը կլրանա հունվարի 11-ին եւ ռուսները հիմա իրենք ռուսները պրոպագանդիստները ասում են, որ դա շատ վատ է, որովհետեւ մեծ հայրենականի ժամանակ ԽՍՀՄ հասավ Բերլին, իսկ նույն ժամանակի ընթացքում պուտինյան բանակը հիմա տառապում է եւ տանջվում է, որ մի հատ Պոկրովսկ գրավի։ Ինչևիցե, Զելենսկին հայտարարեց, որ առաջին անգամ պատերազմի ընթացքում Ուկրաինան սկսել է օգտագործել սեփական արտադրության բալիստիկ հրթիռները Սապսան անունով 500 կիլոմետր հեռավորություն եւ 450 կիլոգրամ մարտագլխիկով կես տոննա, սա ռուսական Իսկանդերի անալոգն է, ինչպես նաեւ սեփական արտադրության Նեպտուն, Պալյանիցա եւ Ֆլամինգո թևավոր հրթիռներ եւ որպես արդյունք մենք տեսնում ենք, որ թեժանում են հարվածները եւ շատ լուրջ վնասներ են պատճառում ռուսներին նախորդ գիշերը, ոչ թե այս գիշերը, այլ նախորդ գիշերը ռուսները առաջին անգամ հարվածել են Կասպից ծովում գտնվող պլատֆորմային նավթի այդ նավթահանման պլատֆորմին ռուսական Լուկոյլին պատկանող, որի արդյունքում 20 նավթահորեր դադարել են աշխատել եւ սա շատ խոշոր վնաս է ռուսներին։ Ուկրաինան հարվածել Կասպից ծովում ռուսական Լուկոյլին պատկանող նավթային պլատֆորմին 20 սկվաժինա կանգնել է եւ 100 ուրեմն այնտեղի պաշարները 129 միլիոն տոննա նավթ է, 30 միլիարդ խորանարդ մետր գազ։ Պատկերացնում եք, եթե այդ ամենը դադարում է աշխատել, ինչպիսի վնաս է։ Եվ այս գիշեր նաև հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի, Տվերին, Սոչի, Նավարասիսկ, Туапсе, նախորդ գիշերը Մոսկվային էին հարվածել, Մոսկվայի մարզին, Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարել էին աշխատել, ժամանակավոր 200 չվերթ ուրեմն հետաձգվել էր եւ այդ պատճառով Նիկոլ Փաշինյանի օդանավը 1 ժամ տղերի վրա պտտելով չէր կարողացել վայրեջ կատարել Մոսկվայում եւ գնացել էր Պուլկովը օդանավակայան Սանկտ Պետերբուրգ եւ նոր Պետերբուրգից հետո մեր պատուհասը եկել էր Մոսկվա 300 դրոնների հարձակում է եղել դեկտեմբերի լույս 11-ի գիշերը Մոսկվա, Մոսկվայի մարզ, Բելգրադ, Վորոնեժ, Ռիազան, Արիոլ, Տուլա, Սմարեցկ Բելգրադում, Վորոնեժում բլեկաուտներ էին եղել, Սմալենսկի ջեկին էին հարվածել եւ վնասել, Նովգորոդում խոշոր միներալ պարարտանյութերի ակոմ գործարանն էին ոչնչացրել եւ այլն, այսինքն շատ թեժանում են հարվածները եւ ռուսական տանկերներին են հարվածում եւ այդ պատճառով հիմա ամեն ինչ անում է որ ԱՄՆ-ը միջոցով ստիպի Ուկրաինային գնալ կապիտուլյացիայի եւ ստիպի ԱՄՆ-ին դադարեցնել օգնությունը Ուկրաինային ճնշում բանեցնել Եվրամիության վրա խզել ԱՄՆ-Եվրամիություն հարաբերությունները որովհետև կրկնում եմ վիճակը շատ վատ է եւ Պուտինյան ռեժիմը հիմա մազից կախված վիճակում է։ Ես երեք լսում էի Խրիստո Գրոզևի
ելույթը շատ լուրջ մարդ է Խրիստո Գրոզևը, ես նրան շատ եմ հավատում եւ վստահում, նա ուրեմն բուլղարացի ազգությամբ եւ հետաքննող լրագրող է, լավ տեղեկություններ է ստանում թե Ռուսաստանի ներսից, ինսայդերական, թե տարբեր երկրների հատուկ ծառայություններից, նա հայտնի է Boeing, մալազիական Boeing-ի գործն էր հետաքննում եւ այլն։ Եվ ինքը հետաքրքիր բան ասեց, որ նախ Պուտինի դեմ զագվար արդեն եղել է 2023 թվականին, երբ որ Պրիգոժինի արշավը եղավ, եւ Պրիգոժինը միայն այդ զագվարի մի մասնիկն էր եւ իրականացնող մարդն էր, Պրիգոժինի թիկունքում շատ ազդեցիկ մարդիկ էին կանգնած, այդ թվում նաեւ ռուս գեներալներ Եվ այն ժամանակ դա հնարավոր եղավ, որովհետև հարմար պահ էր, Բախմուտի խնդիրը կար, Բախմուտում զոհեր էին տալիս, չէր կարողանում գրավել Պուտինը Բախմուտը, Վագները եւ ռուսները նահանջել էին Խարկովից եւ Խերսոնից եւ Խրիստո Գրոզևը ասում է, որ այդ զագվարը իրականում ոչ թե վերջացավ Պրիգոժինի մահվան կապակցությամբ, այլ դադար են վերցնել այդ վերնախավի այն անդամները, ովքեր դրա կազմակերպել էին, դադար են վերցել մինչև հաջորդ հարմար պահը, բայց նա ասում է, որ այնպիսի ազդեցիկ գեներալներ, ինչպես օրինակ ԳՌՈ-ի պետի տեղակալ գեներալ Ալեքսեևը սատարում էին Պրիգոժինին, նույնիսկ նա ասում է, որ այն գիշերը, երբ որ Պրիգոժինը շարժվում էր Մոսկվայի վրա, գեներալ Ալեքսեևը փոխանակ շտաբ մեկնի գլխավոր շտաբ եւ ղեկավարի Մոսկվայի ինքնապաշտպանությունը ամբողջ գիշեր 35 զանգ է ունեցել իր սիրուհու հետ ասում եմ մյուս գիշերները ինքը սիրուհու հետ ամբողջ գիշեր չի խոսում սովորաբար եւ պարզ է որ ինքը այդ գիշեր սիրուհու հետ քննարկում էր Պրիգոժինի արշավը փոխանակ գնար եւ կազմակերպեր Մոսկվայի ինքնապաշտպանությունը այսինքն սա սաբոտաժի վառօրինակ է նաեւ Սուրավիկինի օրինակը բերեց Խրիստո Գրոզևը որը պաշտպանում բան է սաբոտաժի էր ենթարկում շարասյունը օդից վերացնելու հրամանները եւ Խրիստո Գրոզևը ասում է որ ես սա կոչում եմ դիլեմա ուզնիկը, այսինքն բանտարկյալի երկընտրանք բոլորը շատերը զզվել են Պուտինից վերնախավի ազդեցիկ մարդիկ եւ ուզում են որ այս ամեն ինչը վերջանա, որտեղ նրանք այս պատերազմից օգուտ չեն ստանում վնասներից բացի, պարզապես ոչ մեկ համարձակություն չունի իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը հույս ունենալով որ դա կանի մեկ ուրիշը բայց ինքը ասում է որ գալու է ի վերջո մի պահ եւ Պուտինը այնքան է թուլանալու եւ վիճակը այնքան է սրվելու որ վերնախավը կհամարձակվի Պրիգոժինի նման մի նոր արշավ նախաձեռնել կամ հեղաշրջում նախաձեռնել եւ նա ասում է որ այդ պահը հիմա շատ մոտենում է Երևի այսքան Շնորհակալություն պարոն Գասպարյան տեսեք ուշ-ուշով հետևում եմ ասում եք եւ մտովի ես արդեն ընթերցել եմ որոշ հարցեր մեզ ուղղել են հիմա տեսեք այդ հարց ուղղողի հիմա վիճակը ես հասկանում եմ ինքը մեզ ինչու եմ եղադրում ասում եք դուք գովաբանում եք այսինքն քննադատում եք անդադար ռուսներին ուզում եք որ ուկրաինական ճակատում պարտվեն հա Եվ ասում եմ մի կողմից ուզում եք արևմուտք, գնաք արևմուտքի հետ ընկերություն, բարեկամություն անեք, բայց ասում է արևմուտքն էլ ասում է Թրամփը բանը այդ Էրդողանին բան են տվել, կանաչ լույս են վառել, որ չգիտեմ այդ միջոցառման ժամանակ ինչ է եղել, Հայաստանը եւ բանը Տաջիկստանը դիմեն թուրքական հարիմաս, այսինքն Ամերիկան համաձայնվել է, ինչ Հայաստան, հիմա օրինակ ասում է ոնց է այդքան արևմուտքին գովաբանում կամ արդյոք ձեր այսպես էլ շարադրում է ձեր սիրելի Թրամփը եթե Հայաստանը թուրքանա ասենք այդ 3 միլիոնին ապաստան կտա իր Ամերիկայում եթե մարդիկ չուզենան թուրքական Չսի անունը դրել է ծանր հարց օրինակ ես հարցին ոնց կմոտենամ հիմա դուք Ռուսաստանի վիճակը տեսեք բոլորս էլ գիտենք որ մեր ձեռքը որ կկաբել է երկհարկանի ռուսը եւ մենք արժանի դիմադրություն ցուցաբերել մեր ասենք թշնամիներին Թուրքիայի, Ադրբեջանին, հենց Ռուսաստանին նայեք Ռուսաստանում Համես մարդկանց մոտ այլ կարծիք է
Ո՞նց կմեկնաբանեք այս երևույթը։ Շատ բարձ կմեկնաբանեմ, ռուսական կայսրությունը փլուզվելու է ոչ թե որտեղ այդպես է ցանկանում Վահե Գասպարյանը կամ Խաչիկ Պողոսյանը, որովհետև դա լինելու է, որովհետև ռուսական չարիքի կայսրությունը դատապարտված է, ուզենք թե չէ, եւ վաղը եթե անձրև գա, դա անկախ իմ ցանկությունից կլինի, հա, բաներ կան, որ մենք ուզենք, չուզենք, լինելու է։ Եվ եթե ես ասում եմ, որ դա լինելու է, ես ոչ թե կռում եմ, բայղուշություն եմ անում, այլ ասում եմ ինչ է լինելու։ Հիմա դուր է գալիս մեզ դա դե չէ, դա արդեն ուրիշ հարց է, սա մեկ։ Երկրորդը, մեր ճակերտավոր սիրելի Թրամփը, իսկ ես ասեմ, որ Թրամփը իմ սիրելի քաղաքական գործիչը չի, ոչ էլ իմ աչքի լույսն է, եւ ոչ մեկը իմ սիրելի քաղաքական գործիչը չի, ոչ մեկը իմ աչքի լույսը չի, ես ընդհանրապես աշխատում եմ կուրքեր չստեղծել, իմ համար եթե կան կուրքեր, ապա դա Արամ Մանուկյանն ու Գարեգին Նժդեհն է, Մոնթեն է, Լեոնիդ Ազգազյանն է եւ այլն։ Սա մեկ, երկրորդը, մեր սիրելի ճակերտավոր սիրելի Դոնալդ Թրամփը չի կարողանում Ուկրաինային ստիպել տարածքներ զիջել։ Հա, այնպես որ եթե մենք ունենանք նորմալ իշխանություն, Թրամփը լինի, թե մեկ ուրիշը լինի, մեզ ոչ կկարողանա ստիպել ինտեգրվել Թուրանին, ոչ ստիպել ինչ որ, չգիտեմ, տարածքներ զիջել, միջանցքներ զիջել, անկլավներ զիջել, մեր ամբողջ ասածը ոչ թե արևմուտք գնալն է, այլ մեր ամբողջ ասածը ազգային գլուխ ձևավորելն է, որից հետո արդեն մեր երկիրը կվարի նորմալ քաղաքականություն, գրագետ արտաքին պաշտպանական անվտանգային քաղաքականություն եւ կորոշի թե այդ պահի դրությամբ մեր ազգային շահերը որ երկրի հետ են համընկնում, որ երկրի հետ մենք պետք է ունենանք գործընկերային, դաշնակցային հարաբերություններ, իսկ որ երկիրը մեր թշնամին է եւ այլն։ Եթե Հայաստանի այժմյան հիմարը, ղեկավարը ասում է, որ Հայաստանը պիտի փակի Արցախի հարցը, հայոց հարցը, հրաժարվի իր իրավունքներից, իր պահանջներից, ինտեգրվի Թուրանին, 300,000 ադրբեջանցի հրավիրի Հայաստան, հիմնավորելով դա խաղաղության դարաշրջանի այդ կեղծ գաղափարով, ապա մեր սիրելի Դոնալդ Թրամփին ոչինչ չի մնում, քան ասել, օքեյ, ուզում եք ինտեգրվել Թուրանին, մենք ձեզ կօգնենք։ Հասկանում եք, եւ մեր ժողովուրդը պիտի հասկանա մի պարզ ճշմարտություն, ոչ մի Թրամփ, ոչ մի Մակրոն հայից ավելի հայրենասեր չեն կարող լինել։ Իմ խորին համոզմամբ մենք շատ ավելի հեշտ արագ կարողանանք դա անել, երբ որ վերանա ռուսական չարիքի կայսրության ազդեցությունը Հայաստանի վրա, վերահսկողությունը Հայաստանի վրա, որովհետեւ ինչքան էլ հիմա ասում են, որ մենք Նիկոլը հիմա կատարում է Էրդողանի հրամանները, Ալիևի հրամանները, այո, բայց առաջին հերթին Նիկոլը կատարում է Պուտինի հրամանները եւ Գերմանիայից տեսանք, չէ, վազեց Մոսկվա, որպեսզի մասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Ուրիշ անգամ Մհեր Գրիգորյանին կուղարկել, հիմա անձամբ գնաց Մոսկվա, հələ իր հյուրանոցին Լուբյանկայի ֆոնին, այդ տեսանյութը եթե տեսել եք, որտեղ այդ ապուշը իր այդ ցիլինդրը գլխին, իդեպ այդ ցիլինդրը Անդրոպովն էր հագնում, նման ցիլինդր էր հագնում KGB-ի տնօրենը բանի ԽՍՀՄ-ի եւ այդ ցիլինդրը գլխին պատոհանից որ վիդեո է նկարում իր այդ ապուշ սրտիկը հայ ժողովրդին ցույց տալիս այնտեղ ֆոնին Լուբյանկայի FSB-ի շենքն է այդ մարդը հոգով սրտով բոլշևիկ է եւ ինքը կատարում է առաջին հերթին Պուտինի հրահանգները նոր հետո Էրդողանի եւ Ալիևի եւ հիմա մենք եթե այսպես պատկերավոր ասենք Հայաստանում տեսնում ենք երրորդ հանրապետության, որը իմ խորին համոզմամբ սատկում է ռուսական կայսրության թուլացման եւ փլուզման զուգընթաց սատկելու եւ փլուզվելու է երրորդ հանրապետությունը, որովհետեւ երրորդ հանրապետության բոլոր ինստիտուտները, քաղաքական ինստիտուտները, տնտեսական, ռազմական
նրանք եւ եկեղեցին, նրանք KGB-ի ֆիլիալն էին հանդիսանում, հա, եւ երբ որ թուլանա Մոսկվան, կթուլանան եւ կվերանան նաեւ այստեղի ինստիտուտները։ Մենք տեսնում ենք, որ հիմա թուրքերը փորձում են զբաղեցնել առաջացող վակուումը եւ փորձում են այդ երրորդ հանրապետության մաշվող փլուզվող ինստիտուտները փոխարինել չորրորդ հանրապետության թրքամետ ինստիտուտներով։ Եթե 21 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց կրեմլահպատակ մուրջ մանգաղաստը խորհրդարան, ԿՊ Քոչարյան, Վանեցյան, Սերժիկ Սարգսյան, ապա եթե Պուտինը շատ թուլանա, բայց դեռ մնա իշխանության, բայց թուլացած վիճակում լինի, մեծ է հավանականությունը, որ կձևավորվի թրքամետ խորհրդարան, որտեղ կլինի Նիկոլը եւ իր սազանդարները, որոնք արևմտամետ ներկայանալով իրականում սպասարկում են Հայաստանի ինտեգրումը Թուրանին, հա, Արման Բաբաջանյանները, չգիտեմ, այնտեղ Արամ Զավենի Սարգսյանները եւ այլն։ Կամ եթե Պուտինը կարողանա կձևավորի էլի կրեմլահպատակ խորհրդարան, որտեղ կլինի ԿՊ-ն, տարբեր իրենց ձևով պայքարող ուժերը, ասենք, որոնք էլի ի վերջո Կրեմլից կախված ուժեր են, եւ Քոչարյանը եւ այլն։ Ուզում եմ ասեմ, մենք սա ենք տեսնում։ Օրինակ, թուրքերի պահանջով Նիկոլը հեծը խլեց Սամվել Կարապետյանից եւ հիմա լուրեր են պտտվում, որ հեծը կարող է հայտնվել թուրքական բիզնեսի ձեռքերում։ Հասկանում եք, այսինքն թուրքերը փորձում են այդ ռուսական ազդեցության տակ գտնվող ինստիտուտները վերցնել իրենց ազդեցության տակ եւ կաթողիկոսի հանդեպ եւ եկեղեցու հանդեպ այդ ոտնձգությունները նույն կոնտեքստում պիտի դիտել։ Հայ առաքելական եկեղեցին արդեն 200 տարի առանձին բացառություններով եղել է ռուսական վերահսկողության տակ։ Կաթողիկոսներին խեղտամահ են արել, սպանել են, հալածել են մեր եկեղեցին, բավական է հիշել Նիկոլայ II-ի հրամանը հայկական եկեղեցիները փակելու եւ արգելելու եւ Խրիմյան հայրիկը երբ որ այդ հրամանը կարդում է, գցում է գետնին եւ ասում է թող կործանվի այս աստվածընդեմ եւ բանտածվար կայսրությունը եւ հայտնի այդ նկարը կա, հա, այսինքն առանձին բացառություններ մենք ունեցել ենք Խրիմյան հայրիկ, Գևորգ 5-րդ կաթողիկոս, որը Սարդարապետի օրերին նախ հրաժարվեց լքել Սուրբ Էջմիածինը, հետո 7 օր շարունակ զանգերն էր հնչեցնում, իսկ մեր վեհափարը 44 օրայի ժամանակ պարտավոր էր զանգեր հնչեցնել, ժողովրդին կոչ անելով բարձրանալ պայքարի եւ մեկնել ճակատ։ Եթե նա իրոք մտածում էր ազգի մասին, պարզապես նա դա չարեց, որովհետև չկար հրահանգ Մոսկվայից։ Մենք այդ ամեն ինչը շատ լավ գիտենք, հասկանում եք, բայց հիմա Նիկոլը ոչ թե ուզում է մաքրել այսպես եկեղեցին, պատճառ բերելով, չգիտեմ, վեհափարի երեխա ունենալու փաստը կամ այլ ֆինանսական ինչ-որ բաներ, նա իրականում ուզում է վերաենթարկեցնել եկեղեցին ռուսական ազդեցությունից տեղափոխելով դեպի թուրքական ազդեցություն եւ հայ առաքելական եկեղեցին դարձնել մի նոր Պոլսո պատրիարքարան, որի կաթողիկոսը կխոսի արդեն Արագացի մասին, չի խոսի Արարատի մասին, ցեղասպանության մասին, չի խոսի Արցախի մասին եւ այլ եւ այլ։ Եվ հիմա տեղի է ունենում այս երրորդ եւ չորրորդ հանրապետությունների պայքարը։ Ես վստահ եմ, որ այո, հայ առաքելական եկեղեցին ազգային արժեք է, ազգային համաշխարհային կառույց է, իր բոլոր այդ թեմերով հանդերձ աշխարհով սփռված, մենք գիտենք, որ հայ առաքելական եկեղեցին բազմաթիվ խնդիրներ ունի, բայց հայ առաքելական եկեղեցու խնդիրները պիտի լուծի ինքը եկեղեցին, հայ ժողովուրդը եւ ազգային իշխանությունը, բայց ոչ երբեք այս ռսաթրքահապատակ
պատուհասը Նիկոլ Փաշինյանը։ Դա պիտի լինի իշխանափոխությունից հետո, երբ որ երկրում տեղի կունենան համակարգային փոփոխություններ, լուստրացիա, անցումային արդարադատություն եւ այդ ժամանակ բնականաբար եկեղեցին եւս ինքնամաքրման գործընթացով կզբաղվի, բայց դա պիտի տեղի ունենա Նիկոլից հրաժարվելուց եւ Նիկոլին հեռացնելուց հետո միայն։ Երրորդ եւ չորրորդ հանրապետությունների պայքարը ավարտվելու է առաջին հանրապետության վերածննդով, որովհետեւ այդ պայքարի ընթացքում, երբ որ Չարիքի կայսրությունը փլուզվի, տեղի կունենա զարթոնք, տեղի կունենա ցասում, հայ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ այդ ժամանակ ժողովրդի առողջ զանգվածը, գիտակից զանգվածը, ազգային գաղափարախոսության կրող մարդիկ, քաղաքական գործիչներ եւ ուժեր կմիավորվեն եւ թույլ չեն տա, որպեսզի Հայաստանը գուբերնիայից վիլայեթի վերածվի եւ ես կարծում եմ, որ դա այն բախտորոշ զարգացումներ են, որ մեզ սպասում են մոտակա ամիսներին։ Տա Աստված, որ դա տեղի ունենա մինչև խորհրդարանական ընտրությունները, այսինքն Պուտինյան ռեժիմը տապալվի մինչև 26 թվականի հունիսի 7-ը, որովհետև այդ ժամանակ մենք հնարավորություն կստանանք փողոցում գեներացնել ակտիվություն, այսինքն փողոցում հրապարակում պրոցեսներ, մոբիլիզացիա գեներացնել եւ ժողովրդի ճնշմամբ, պահանջով եւ արևմուտքի աջակցությամբ ուրեմն ստիպել իշխանություններին, ներկա իշխանություններին անել այնպես, որ ընտրությունները դառնան իրոք ազատ եւ թափանցիկ։ Հիմա կասեք դա ֆանտաստիկայի ժանրից է, ոչ, կարելի է ժողովրդի լայն զանգվածների ճնշմամբ եւ արևմուտքի աջակցությամբ կոտրել ադմինիստրատիվ ռեսուրսը, հաշվի չանձնաժողովների կազմը փոխել, չեզոք մարդկանց դնել եւ այլն, եւ խիստ վերահսկողություն սահմանել թե նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ թե բուն ընտրության օրը եւ ձայների հաշվարկի ժամանակ եւ անել այնպես, որ հայ ժողովուրդը այս անգամ ինքը իր ընտրությամբ ձևավորի, այսինքն այդ մի քանի ամիսները փաստորեն մի յուրատեսակ անցումային փուլ կդառնան, որոնց ժամանակ մենք կկարողանանք, մենք ասում էինք, չէ, Նիկոլի հրաժարական, անցումային փուլ եւ արտահերթ ընտրություններ։ Հիմա մեզ սպասում են հերթական ընտրություններ եւ եթե մինչեւ այդ ընտրությունները տեղի ունենա այդ բաղձալի իրադարձությունը իդեմս Պուտինյան ռեժիմի փլուզման, մենք կկարողանանք այդ մի քանի ամիսները վերածել անցումային փուլի եւ անել այնպես, որ գալիք ընտրությունները դառնան թափանցիկ եւ հայ ժողովուրդը ինքը ձևավորի ազգային իշխանություն։ Ես վստահ եմ, որ այդ ժամանակ արևմուտքը ժողովրդին կաջակցի, որտեղ արևմուտքը հիմա հանդուրժում է Նիկոլ Փաշինյանին, յոլա է գնում Նիկոլ Փաշինյանով հետ, որտեղ քանի դեռ կա Պուտինյան ռեժիմը, արևմուտքը, Եվրամիությունը Նիկոլ Փաշինյանին դիտում է որպես չարյաց փոքրագույն եւ որևէ իշխանափոխության փորձ արևմուտքը չի նախաձեռնի։ Իսկ վիճակի փոփոխությունը արդեն թույլ կտա արևմուտքին աջակցել հայ ժողովրդին, եթե հայ ժողովուրդը հրապարակում իր խոսքն ասի, իր քայլն անի եւ այլն։ Այնպես որ սրանք փոխկապակցված բաներ են եւ պետք չի նեղվել Ես էլ մեկ ճիշտն ասած նեղվում եմ, երբ որ Կայա Կալասները հանդիպում են Նիկոլի հետ, գովասանքի խոսքեր են ասում, բայց օրինակ վերջին Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Գերմանիա, փաստորեն ես եթե թույլ տաք մի բան կարդամ, ուրեմն Գերմանիա կատարած իր վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չկարողացավ հստակ բացատրել եկեղեցու դեմ իր արշավի դրդապատճառները։ Նա մեկ անգամ մեկ պնդում էր, որ քահանաները օտարերկրյա ազդեցության գործակալներ են, ապա հայտարարում էր եկեղեցական բարեփոխումների անհրաժեշտության մասին եւ վերջապես հայտարարեց, որ պարզապես ցանկանում է վերահսկել եկեղեցու ֆինանսավորման աղբյուրները։ Ակնհայտ էր, որ եկեղեցու դեմ արշավը Եվրոպայում ընկալվում էր, եթե ոչ բացասական, ապա թյուրըմբռնմամբ։
Եվրամիությունը ակնկալում է, որ հայկական կողմը թափանցիկ կլինի ձերբակալվածների հետ կապված դատական գործընթացներում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Չեխիայի դեսպանը։ Եվրամիությունը, ցիտում եմ պարոն դեսպանի բառերը, Եվրամիությունը ակնկալում է, որ Հայաստանը կհետևի միջազգային չափանիշներին, մասնավորապես մարդու իրավունքների հարցերում։ Եթե երկիրը չպահպանի օրենքի գերակայությունը կամ միջազգային չափանիշները, մենք դրա մասին բացահայտ կխոսենք, ասում է Հայաստանում Չեխիայի դեսպանը։ Դեսպանը նաև ընդունեց, որ իր շրջապատում կան մարդիկ, ովքեր հիշեցնում են իրենց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ձերբակալվածների հետ կապված, սխալ է։ Այսինքն տեսնում ենք, որ փաստորեն արևմուտքը դեղին քարտեր է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին, փորձում է նրա վրա ճնշում բանեցնել, ասեմ, որ նաև Գերմանիայում Նիկոլը Եվրամիությանը միանալու մասին էլի համոզիչ չէր նրա բացատրությունները, որտեղ նա ասում է մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի անդամակցությունը իրարամերժ բաներ են եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու առայժմ մտադրություն չունենք, բայց Եվրամիություն ուզում ենք մտնել եւ երբ որ մենք կհամապատասխանենք Եվրամիության չափանիշներին, եթե Եվրամիությունը ուզենա, մենք կմտնենք, կարող է նույնիսկ Եվրամիությունը չուզենա, որոշի այլևս չընդլայնվել, այսինքն լղոզված էլի բաներ, մինչդեռ Եվրամիությունը հստակ ասում է, եթե ուզում ես անդամակցել Եվրամիությանը, պիտի հրաժարվես ԵԱՏՄ-ին եւ սա առաջի քայլն է, որը դու պիտի անես։ Հետո վազեց հենց ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստին Միշուստինի հետ մասնակցելու։ Այսինքն իմիտացիա է եւ Եվրամիությունը դա լավ է տեսնում։ Պարզապես հիմա յոլա են գնում, դիմանում են, մինչեւ որ Պուտինյան ռեժիմը տապալվելուց հետո արևմուտքը կկարողանա արդեն փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ եւ Հայաստանում եւ Վրաստանում եւ Բելարուսում եւ Մոլդովայում եւ մենք դա տեսնելու ենք, եթե իհարկե հայ ժողովուրդը իր խոսքն ասի եւ ցույց տա, որ ուզում է, որ Հայաստանը լինի ազատ դեպի արևմուտք գնացող երկիր։ Շնորհակալություն, Բարյան, այ դուք այստեղ էլի հարց կա, դուք այդ հարցը շոշափեցիք, բայց պատասխանը հարցը երկու ճյուղ ունի, օրինակ, տեսեք, ասեցիք, որ արևմուտքը Նիկոլի իշխանությամբ յոլա է տանում, այս իրավիճակը մինչև Պուտինյան ռեժիմը հլուզվի նոր համապատասխան արդեն Հայաստանում ժողովրդավարության համբաժին նպաստավոր բան կանի։ Հիմա մեր Դիրը էլի ձեր նույն խոսքերը Սեֆիլյանն է արտաբերել, մեջբերման մեջ ասում է, որ պարոն Սեֆիլյանն ասում է, որ այս պարեն արևմուտքին ձեռնտու է Նիկոլը, որովհետև չարյաց փոքրագույն է, բայց ասում է մինչև այն որ ասում է առուն ջուր գա, ասում է թուրքերը լավ տեղավորվում են Հայաստանում։ Կարող է արդեն երբ որ Պուտինը չլինի, արդեն թուրքերն այստեղ այնքան ազդեցություն ունեն, որ նույն բանը լինի։ Այն ժամանակ էլ փորձենք ամեն ասենք թուրքերից ոնց ենք ազատվելու, որ Հայաստան ժողովրդավարություն լինի։ Այսինքն մենք կարող ենք ուշանանք, հա, Պուտինը սա կեց, լուզվեց, բայց օսմանցիները նմանատիպ 300,000 մարդ որ պետք է բերեն, դրանք իօգուտ Նիկոլի քվեատության հետ մասնակցեն, քվեարկեն իրենց այդ արտոնություններով կարող են հայ ժողովրդին զբաղեցնել, որովհետև իրենց անվտանգային համակարգով են գալու, Ալիևը հետները հատուկ ծառայություններ է ուղարկել, որ իրանց ոչ մեկ չնեղացնի, այսինքն արտակարգ տեղի ունենա։ Այդ մարդու անհատությունն էլ, ասենք, դա արևմուտքը յոլա է գնում, բայց հայերն կարող է հիասթափվեն, թողեն գնան։ Հետո ո՞նց է այդ իրավիճակը շտկվելու, այսինքն հուսանք արևմուտքին, որ թուրքերին կկասեցնի, ազերուն կկասեցնի, նման բան երևում է, թե չէ, էլի, նման հարց կա։ Խաչիկ ջան, դու նենց ես խոսում, ոնց որ ես առաջարկում եմ ոչինչ չանել, չպայքարել, նստել սպասել, մինչև Պուտինյան ռեժիմը տապալվի։ Մենք հիմա մենք պայքարում ենք։ Ես եւ Բևերը, ես որպես Բևերի անդամ եւ Բևերը 4 տարի շարունակ մենք եղել ենք պայքարի մեջ եւ ազգային ժողովրդավարական Բևերը
ակտիվ պայքարող ազգային արևմտամետ քաղաքական ուժ է եղել եւ ժողովրդին միշտ կոչ է արել դուրս գալ փողոց, դուրս գալ եւ հեռացնել Նիկոլ Փաշինյանին 21 թվականին, 22 թվականին, 23 թվականին, 24, 25, այսինքն մենք ակցիաներ ենք արել, հանրահավաքներ ենք անել, երթեր ենք արել, նստածույց ենք արել ամբողջ 10 ամիս, բայց ժողովրդի համապատասխան արձագանք չի եղել Հասկանում եք, այսինքն ժողովուրդը ասում է ժողովուրդը թուրքը կարող է գա, դե ահա թուրքը ուզում է գա, թուրքը տեսնում է որ ռուսը գնում է, ինքը ուզում է գա, ինքը ուզում է զբաղեցնի առաջացող վակուումը, ես նոր դրա մասին խոսեցի, ինքը ուզում է Հայաստանը վերացնի, իսպար վերացնի, Ալիևը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, Զանգեզուրը իրանցն է, Գյոքչան իրանցն է եւ այլն, 300,000 ադրբեջանցիների վերադասի։ Հիմա եթե մենք սա չենք ուզում որ լինի, հենց վաղը եկեք դուրս գանք փողոց եւ Նիկոլին հեռացնենք։ Չուզողը թող ես լինեմ, բայց ես ասած ամբողջ այն է, որ քանի որ այս 4 տարիների ընթացքում դա տեղի չի ունեցել, ես իմ մեջ միշտ մտածել եմ թե որն է պատճառը, ես հանգել եմ այն մտքին, որ հայ ժողովուրդը գիտակից հատված ազգային հատվածը, որը չի ուզում, որ Հայաստանը վերանա, որտեղ կա մի զգալի հատված, որը անտարբեր է, պոլիտիկայով չի զբաղվում, ինքը իր գործով է զբաղվում, իր աշխատանքով եւ այլն, բայց կա ակտիվ հատված, գրագետ հատված, պասիոնար հատված, ազգային հատված, հա, գիտակից հատված, որը որ չի ուզում որ Հայաստանը վերանա, բայց այդ հատվածը զգուշավոր է եւ վախենում է Վլադիմիր Պուտինի ռեժիմից, որովհետև չես կարող մեղադրել, հա, մարտի 1 են տեսել, սարի թաղ են տեսել, հոկտեմբերի 27 են տեսել, հունիսի 12-ին նռնակներ ենք տեսել եւ այլն, այսինքն դրա համար ես ասում եմ, որ պիտի ստեղծվի նպաստավոր մի իրավիճակ, երբ որ ռուսական այդ խիստ վերահսկողությունը կթուլանա, ուժային կառույցների վրա Հայաստանի մեդիա դաշտի, քաղաքական վերահսկողությունը եւ այլն, ինչը հնարավորություն կստեղծի ժողովրդի լայն զանգվածների համար հրապարակում մոբիլիզացիա եւ շարժում ձևավորել։ Ես կարծում եմ, որ ես այնքան էլ վատատես չեմ, ինչպես շատերը, որ հեսա վաղը 300,000 ադրբեջանցի վաղը միանգամից չի գա Հայաստան եւ ոչ էլ ասենք այդպես արագ Սյունիքի հարցը կլուծի Ադրբեջանը կամ չգիտեմ սահմանադրական փոփոխությունների հարցը, դա ամիսների հարց է եւ դեպքերի արագ զարգացումները մասնավորապես Ռուսաստան արևմուտք դիմակայության ինձ հույս է ներշնչում, որ շաբաթ ուրբաթից շուտ կգա եւ մենք հնարավորություն կստանանք ազատագրել մեր երկիրը։ Կրկնում եմ, ես ակտիվ պայքարի միշտ կողմնակից եմ եղել եւ միշտ ասել եմ, որ այո, հայ ժողովուրդը ինքը պիտի իր խոսքն ասի, բայց հիմա հասկանում եմ, որ այնուամենայնիվ պիտի ցավոք սրտի գա մի պահ, երբ հայ ժողովուրդը արդեն իր վախերը, իր զգուշավորությունը կդնի մի կողմ եւ այդ քայլին կդիմի։ Պարոն Գասպարյան, ես նաև դա ուղղակի հարցն է, ես որ ներկայացրեցի, դա հարցն է, այդպեսին, ես լյովի կիսում եմ ձեր տարբերակը եւ ուզում եմ նաև ավելացնել, որ միշտ արել է, դուք թվարկեցիք ինչ է արել, այստեղ խնդիրը իրականում արդեն չի սնուցել, արյուն չի դարձել Բևերի այդ ծրագիրը, կողմից էլ տեղեկատվական դաշտն է փակ, իրականություն չի լցվում մարդկանց գլխի մեջ, հերթապետությունները լցված են խեղաթուրանք, հեժուրանք, չգիտեմ, վախ, ցավ, տառապանք եւ ես ուզում եմ ասել մեր հանրությանը, որ սիրելի հանրություն դրա համար գոյություն ունի Բևերի հերոստալիկ, համար գոյություն ունի Վահե Գասպարյանի անձնական մեջ, հետևեք եւ որպեսզի հասկանաք իսկապես երբ ինչ քայլ պետք է արվի եւ ավելացնեմ, որ ազգային ժողովրդական Բևերը հունվարի 5-ին, 6-ին
թելեթոն է կազմակերպելու ժամահավաք, որով հայ հանրությանը խնդրում ենք հերթական անգամ աջակցել ֆինանսով, որպեսզի մենք կարողանանք թե քաղաքական դաշտում, թե տեղեկատվական դաշտում մրցունակ լինել, գոնե քիչ թե շատ, թե մեր ճշտամիների տեղեկատվական դաշտին, Թուրքիայի Ադրբեջանի, որ աշխարհում եք իրենք լուրջ փողեր են ծախսում, եւ ներքին թշնամու, ինչու՞ չէ։ Ես ուղղակի ուզեցի նաեւ կոչ անել, որ աջակցել Բևերին եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերել մեր սպասված դրամավագին։ Հիմա էլ կարող են այդ գործողությունը կազմակերպել ցանկացողները, բայց ասեմ, որ հունվարի 5-ին տեղի է ունենալու թելեթոն Երևան Լոս Անջելես եւ որի ընթացքում հերթական անգամ փորձելու ենք ֆինանսական աջակցություն ստանալ հայ ժողովրդից։ Պարոն Գասպարյան, շնորհակալություն շատ կարևոր եւ շատ սպասված հյուր եք եւ ասեմ, որ մեր ունկնդիրները սկզբից էլ ասեցի, որ կային մարդիկ, ովքեր գտեն, որ հրավիրեն մեր եթերներին եւ շնորհակալություն, որ դուք կապես մեզ շնորհեցիք։ Ցանկանում եմ, որ դուք ձեր YouTube-յաները շատ ակտիվ պահեք, որովհետեւ շատ կարևոր տեղեկություններ իսկապես կարողանում եք եթե 10-20 մարդ կնդրում է ձեր ալիքին, ուրեմն նշանակում է իրենք ինֆորմացիայի ուրեմն իրենք փնտրում ձեզ են գտնում, Բևերին են գտնում, որը շատ լավ է, ինչ ասեմ, հաջողություն եմ ցանկանում եւ Բևերին, եւ բոլորիս, եւ հայ ժողովրդին։ Եթե դուք ավելացնելու ինչ-որ բան ունեք, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, միշտ պատրաստ եմ հանդիպել մեր Լոս Անջելեսի լսարանի հետ, մեր սիրելի Լոս Անջելեսի հայրենակիցների հետ, որոնց շատերի հետ անձնական լավ հարաբերություններ ունեմ, երկու անգամ Լոս Անջելեսում եղա, ծանոթացա, ասեմ, որ հիանալի համակիրներ ունենք Լոս Անջելեսում, մեզ սպասում է հրե-ձիու տարի, 26 թվականը հրե-ձիու տարի է լինելու, ձին ինքը տեղաշարժ, ակտիվություն, նախաձեռնություն սիրող կենդանի է, արագություն սիրող կենդանի է եւ հրե-ձիու տարին լինելու է մեծ ու մեծ փոփոխությունների տարի։ Ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները մեզ համար, հայերիս համար, դրական թե բացասական, կախված է միայն մեզանից։ Ուզենք թե չէ, մեզ սպասում են խորհրդարանական ընտրություններ։ Դրանք լինելու են, որտեղ նախատեսված են սահմանադրությամբ եւ մենք ոչ կարող ենք դա չեղարկել, ոչ կարող ենք դա հետաձգել։ Ուրեմն պիտի այնպես անենք, որ այդ ընտրությունները օգտագործենք որպես իշխանափոխության համար հարմար իրադարձություն եւ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանից ձեռքբազատվենք, բայց Նիկոլից հեռացնելով ձևավորենք ոչ թե հերթական կրեմլական թրքահապատակ իշխանություն, այլ ազգային իշխանություն, որը լինի իրոք ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդի քվեն ստացած իշխանություն, վայելի ժողովրդի վստահությունը, ժողովրդի հարգանքը եւ ժողովրդի վստահությունը թիկունքին կարողանա կռիվ տալ աշխարհի մեծերի հետ, ինչպես դա անում է նախագահ Զելենսկին։ Զելենսկին ասեց, ես Դոնբասը չեմ զիջի, որովհետև դա արգելում է իմ սահմանադրությունը, իմ ժողովուրդը։ Ուկրաինայի բանակը ասեց, եթե Զելենսկին հրաման տա նահանջի, մենք այդ հրամանը չենք կատարի, ոչ մի թիզ նահանջ, հասկանում եք։ Եվ այս մթնոլորտը պիտի ստեղծվի Հայաստան երկրում, որի դեպքում արդեն որևէ նահանջ այլևս չի լինի, այլ հակառակը արդեն Հայաստանը իշխանության մակարդակով կխոսի Իլհամ Ալիևի կողմից գործած ռազմական հանցագործությունների մասին, էթնիկ զտման մասին, սպանությունների, բռնաբարությունների մասին, միջազգային իրավունքի մասին, Արցախի Հայաստանին պատկանելիության մասին եւ առաջին հանրապետության իրավահաջորդության մասին։ Սա ես շատ չափազանց կարեւոր եմ համարում, որտեղ այն քաղաքական գործիչները, ովքեր
չեն խոսում առաջի հանրապետության իրավահաջորդության մասին, իրավունք չունեն քաղաքական գործիչ կոչվելու, որովհետև առաջի հանրապետության իրավահաջորդության մեջ է մեր բոլոր խնդիրների լուծման բանալին։ Եթե որոշ մարդիկ 35 տարի հետո այս պարզ ճշմարտությունը չեն հասկացել, ուրեմն կամ տգետ են կամ գործակալ են։ Ուզում եք լուծեք անկլավների հարցը, պիտի ընդունեք իրավահաջորդություն, ուրեմն եք վերադարձնել Արցախը, ուրեմն պիտի լուծեք իրավահաջորդության հարցը։ Ասում են արցախցիների վերադարձի իրավունք, ոչ թե արցախցիները պիտի վերադառնան Արցախ, այլ Արցախը պիտի վերադառնա Մայր Հայաստանի կազմ, որից հետո Արցախի մարզը պիտի վերաբնակեցվի Արցախի բնիկ արցախցիներով եւ այն հայերով, ովքեր կուզեն իրենց բնակությունը հաստատել Արցախի մարզում։ Ասենք վաղը Իլհամ Ալիև ասեց լավ, Արցախի հայերը թող վերադառնան, եւ նրանք օրինակ վերադարձան։ Մի ֆրանսիացի ինչ որ զինվորել գնաց կանգնեց որպես խաղապահ, եւ ինչ, մենք կհամարենք, որ խնդիրը լուծված է, եւ Ալիևը մեծահոգաբար թույլ կտա, որ ամեն կիրակի արցախցիները գնան Գանձասարում աղոթեն, հա, եւ լինեն էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում։ Մենք սա ենք ցանկանում, սա է մեր նպատակը։ Մենք ուզում ենք Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանի հետ, Նախիջևանի, որպես Արցախի եւ որպես Հայաստանի մանդատ ունեցող տարածքներ եւ մարզեր, եւ իրավահաջորդության հարցը դնելով է, որ մենք կկախենք վերահաս պատերազմը։ Ասում են դուք իրավահաջորդությունից որ խոսում եք, պատերազմ եք մոտեցնում։ Դրա մասին այդ գավառամտությունը, տահասությունը մեզ բերեց այսօրվան։ 35 տարի տարածքները տանք, որ կռիվ չլինի, վերամիավորումից հրաժարվենք, որ կռիվ չլինի, հրաժարվեցինք, չեղավ կռիվ։ Պատերազմը լինելու է, անպայման լինելու է, որտեղ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է եւ Ադրբեջանը զինվում է։ Եվ Նիկոլ Փաշինյանը արդեն 3 պատերազմ բերել է մեր գլխին, 44 օրյան Սև լճի ջերմուկի պատերազմը եւ 23 թվականի էթնիկ զտման օրերի պատերազմը, եւ էլի եթե մնա իշխանության բերելու է պատերազմ։ Խաղաղության դարաշրջանը, որը պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը, իրականում նոր պատերազմի գուժ է։ Պատերազմից խուսափելու միակ միջոցը ձևավորել ազգային իշխանություն, հռչակել առաջի հանրապետության իրավահաջորդություն եւ հայ-ադրբեջանական տարածքային վեճը, իսկ Արցախի վեճը դա տարածքային վեճ է, Արցախի պատկանելիության վեճ է, տեղափոխել ՄԱԿ-ի միջազգային դատարան, շտաբ վերազինել հայոց բանակը, վերականգնել խախտված ռազմաքաղաքական բալանսը, ունենալ նորմալ իրական դաշնակիցներ քո թիկունքում, ոնց որ հիմա Ադրբեջանը ունի Թուրքիան իր թիկունքում, Պակիստանը, մենք էլ պիտի ունենանք իրական դաշնակիցներ, այդ ժամանակ պատերազմ չի լինի։ Ուզում եք, որ պատերազմ չլինի, ձևավորեք ազգային իշխանություն։ Չեք անի, կունենաք նոր պատերազմ։ Պարոն Գասպարյան, ամեն ինչ ասվեց, փաստորեն դա ամենաճիշտ կոչն էր եւ առաջի հանրապետության իրավահաջորդությունը իսկապես լուծում է մեր բոլոր խնդիրները եւ կանխում է թշնամու ուժակը։ Շատ ճիշտ նկատառում եք եւ կրկին շնորհակալություն պարոն Գասպարյան, շատ կարեւոր հարցազրույց տալու եւ մեզ հետ կիսվելու եւ ինչու՞ չէ հանրությանը տեղեկացնելու կատարված եւ կատարվելիք իրադարձությունների մասին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, միջնոր հանդիպում միշտ պատրաստ եմ հաճույքով լինել ձեր հյուրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ստեսություն պարոն Գասպարյան։ Հաջողություն ձեզ։